Տիկին Էլբակյան, Ավարտվեց, դեռևս որոշում չկա, որոշումը կհրապարակվի վաղը ժամը 12-ին։ Ամբողջը ներկայացվեց, բայց Դավիթիս էլի տարան բնականաբար ԶՊՎ։ իսկ ինչ եք մտածում, ինչ որոշում կարող է կայացնել Հույս ունենամ ձեր բերած փաստարկները լսելով։ Ես գտնում եմ, որ ընդհանրապես խափանման միջոց չպետք է կիրառվի, որտեղ իմ բոլոր գոլեգաները հիմնավորեցին, մենք հիմնավորեցինք, որ ընդհանրապես բացակայում է հիմնավոր կասկածը։ Բայց հաշվի առնելով Դավիթ Մինասյանին անձը, հաշվի առնելով 18 տարեկան լինելու հանգամանքը, հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, ինչի մասին խոսել եմ, միջնորդել ենք նաև այլընտրանքային խափանման միջոցներ։ Խոսքը գնում է 18 տարեկան միջին ծանրության ենթադրյալ հանցագործության մասին։ Որևէ փաստական տվյալ, որը կարող էր դատարանին համոզել, որ Դավիթ Մինասյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, կամ մնալով ազատության մեջ, եթե ընդունենք, որ նախաքննության դեռևս սկզբնական փուլ է, նոր ակտիվ քննություն է գնալու, մնալով ազատության մեջ կարող է կատարել որևէ գործողություն, ընդ որում 3 հիմքն էլ մատնանշել էին, էլ փախուստ, էլ նոր հանցագործության կատարում, էլ անօրինական ազդեցություն, համենայն դեպս որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, բացարձակապես։ Իսկ Դավիթը իրեն ինչպես է զգում։ Դավիթը արդեն տրամադրությունը բնականաբար լավ չէ, ես ասացի, չէ, շատ կիրթ, գրագետ, պայծառ տղա է, բայց ամեն դեպքում նա ընդամենը 18 տարեկան է, նոր է դարձել 18 տարեկան, չի էլ կողմնորոշվում, թե իր հետ ինչ է կատարվում, նոր ինձ հարցում է, բա հիմա ինձ ինչ են անելու, բա հիմա ինձ ուր են տանելու, չի էլ պատկերացնում, ինչ պետք է լինի իր հետ։ Անկեղծ ես Դավիթին նայում եմ ու չգիտեի, ասում եմ, խնդրում եմ Դավիթ ջան, հույսով եմ վաղը արդեն տուն են գնալու, այս մի օրն էլ բալես դիմացի, անկեղծ եմ ասում, այդպես եմ իրան ճանապարհել։ Հիմա երևի թե մենք մի հատ կգնանք իրան կտեսնենք, որովհետև ամեն դեպքում աչքերում արյուն կար լցված, որը ինձ շատ մտահոգեց։ Հնարավոր է, որ նորից շտապօգնություն։ Հնարավոր է, կանչել էին, այն անգամ կանչել էին շտապօգնությունը, այն վատացել էր 3 առաջի օրը, հնարավոր է, չեմ կարող ասել, այս իր առողջական վիճակի պայմաններում ինչ կարող լինի։ Իսկ տեսագրությունները, որ դիտեցիք, հա, քննիչները մասով ինչ ասի եւ ձեր փաստարկները, որ չկա անում են ամեն ինչը, որ ներկայացում է, այդ քննիչները նայելը տեսանյութ ինչ։ Քննիչները դե իրանց ասածը պնդեցին, ամենայն դեպս այն ինչը, որ տեսանյութերով չէր հիմնավորվել եւ մեզ համար տեսանելի չի։ Քննիչը նշում է, որ կոնկրետ հարված է եղել եւ հարվածը դիպել է գործադիր իշխանության ներկայացուցիչին։ Համենայն դեպս դուք բոլորը եք տեսել այդ տեսանյութերը, բաց աղբյուրներում առկա է։ Չկա, դուք տեսել եք, հարված տեսել եք, հարված, որը կպել է ինչ-որ անձնավորության, տեսել եք նման բան։ Մենք եւ մյուս տեսաերիզները զննեցին, որտեղ երևում է հենց ամենասկզբից, ոնց են Դավիթին հրում, ինչից հետո է այդ ամեն ինչը առաջանում, ոնց է Դավիթը ընկնում։ Ես ասեցի նախորդի, որ անգամ Դավիթին հարվածելու հանգամանքն էին փորձում շողել։ Օրինակ քննիչները տեսան, որ երբ Նիկոլ Փաշինյանը անցնում է Դավիթի եւ եղբոր մոտով, որևէ գործողություն չի լինում, այսինքն եթե նման նպատակ ունենային, այդ պահին է իրականացնեն։ Դե տեսան, բայց բնականաբար իրանք ասենց ռետորական հարց հնչեցրեցին, թե բա ինչ եք ուզում սրանով հիմնավորել։ Այսինքն սենց կարմիր թելով մի բան որոշել են, հենց կարմիր գծով անցել գործում։ Քննության հետագա փուլերում բնականաբար այդ մասին կխոսվի, ցուցմունքներ էլ կտրվի հիմա, բայց ամենակարևորը, ամենաառաջինը Դավիթի ազատության մեջ մտնելը։ Իսկ նիստի ընթացքում տուժող կար տիկինեն։ Չէ, գործով ընդհանրապես տուժող չկա։ Մեղադրանք ճանաչված անձ չկա։ Չէ, հենց այդ փաստաբանները դա ենք փորձում հիմնավորել, որ այն հանցակազմը, ինչը որ դուք նկարագրում եք, պետքա գործով տուժող լինի, բայց տուժող ճանաչված անձ չկա։ Շնորհակալություն, շնորհակալ եմ։ Այո, վաղը 10